Կառավարության վերջին շրջանի մի շարք որոշումներից հետո լոլիկի մթերման գործընթացը մտնում է բնականon հուն։ Օգոստոսի 3-ից մինչև օրս ընդհանուր առմամբ մթերվել է 755 տոննա լոլիկ։ Արդեն մոտավորապես 100 տոննայից ավել մթերել ենք, դեռ այդքան էլ կա, գուցե ավել է լինի, բայց սկզբնական շրջանում ունեցել ենք մթերման խնդիրներ։ Կարլեն Անդրեասյանը այս տարի շուրջ 5 հեկտար տարածքում է լոլիկ աճեցրել, ի սկզբանե խնդիրը գինն էր, արտադրամասերը 30 դրամից ավելի չէին առաջարկում լոլիկի մթերման համար։ Հիմա բարձրացրել են 10 դրամով 40, արտադրամասեր կա, որ 45 դրամով են մթերում։ Մթերող ընկերությունները մտափոխվեցին կառավարության երկու առանցքային որոշումներից հետո։ Նախ 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան։ Բացի այդ որոշվեց տոմատի մածուկի արտահանման պարագայում յուրաքանչյուր կիլոգրամի համար պետբյուջեից փոխհատուցել 150 դրամ։ Դա հնարավորություն տվեց այն գործարանները, որոնք որ չէին պլանավորում մթերում իրականացնել, իրենք էլ սկսեցին լոլիկի մթերում իրականացնել, գործարաններ կային, որոնք ավելի փոքր ծավալով էին մտադիր մթերումները իրականացնել, իրենք մեծացրեցին մթերման ծավալները։ Այժմ ըստ ոլորտը համակարգող փոխնախարարի մթերող կազմակերպություններն են դիմում նախարարությանը, թե ֆերմերները քիչ ծավալով են մատակարարում իրականացնում։ Եթե կլինեն այնպիսի ֆերմերներ, որոնք դեռ չունեն պայմանագրեր, կարող են թե էկոնոմիկայի նախարարության միջոցով, եթե ուղիղ կազմակերպությանը կամ համայնքի ղեկավարներին դիմելով փորձենք օգնել իրենց, որպեսզի հասնեն մթերող կազմակերպություններին։ Կազմակերպություններից մեկը նպատակադրված է մթերում իրականացնել շուրջ 14000 տոննա, մյուսը 4000 տոննա եւ կազմակերպությունից մեկը նույնիսկ անսահմանափակ մթերման հնարավորություն ունի։ Բայց լոլիկ աճեցնողները կցանկանային, որ գինը մի փոքր էլ բարձրանար։ 10-ից 15 դրամ էլ բարձրանա, 50 կամ 55 դրամ լինի արժեքը, որովհետեւ այդ ժամանակ բոլորս վստահ ենք լինելու, որ մեր արժած աշխատանքը մեզ եկամուտ է տալու։ Որովհետև ծախսերը եւս շատացել են, ասում է Կարլեն Անդրեասյանը։ Էկոնոմիկայի նախարարությունից նշում են, լոլիկ աճեցնողները պետք է փորձեն բարձրացնել միջին բերքատվությունը, ինտենսիվ մշակություն ու միջատների դեմ ճիշտ պայքար իրականացնելով ու կաթիլային ոռոգման համակարգներ դնելով։ Մյուս կողմից մթերող կազմակերպությունները պետք է մրցունակ արտադրանք ունենան, շարունակաբար վերազինեն իրենց արտադրական կարողությունները։ Շատ իրատեսական է, որ միջին բերքատվությունը կարող է բարձրանալ մինչև 60 տոննայի եւ դա հնարավորություն կտա հենց ինքնարժեքը նվազեցնել եւ ֆերմերները շատ զգայուն չեն լինի 5 դրամ կամ 10 դրամ մթերման գնի տատանման դեպքում 2026 թվականին էկոնոմիկայի նախարարությունը նաև իրականացրել խորհրդատվական մի ծրագիր, որի շրջանակում 65 ֆերմերային տնտեսություններ Արարատի եւ Արմավիրի մարզերում տրամադրվել է խորհրդատվություն ֆերոմոնային թակարդներ, ինչպես լոլիկի ցեցի դեմ պայքարել եւ այս խորհրդատվական ծրագրի իրականացումը այս նպատակ է հետապնդում, որպեսզի բերքատվությունը ել ավելի բարձր լինի։ Արձագանքելով տարբեր քաղաքացիներից ստացվող դժգոհություններին, թե ինչու է լոլիկի գինը շուկայում այդքան բարձր, եթե մթերման գինը 40 դրամ է, լոլիկ մշակողները պարզաբանում են, մթերման գինը շուկայի գնի հետ համեմատել պետք չէ, քանի որ շուկա տարվող լոլիկի որակն ավելի լավն է։ Նաև ընդգծում են, կցանկանային, որ մթերման ժամանակ արտադրողները գյուղացիներին վճարեին գոնե գումարի 50%-ը, որ ստիպված չլինեն սպասել մի քանի ամիս։ Էմմա Վարդանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։